Հարգելի մանկավարժներ, հյուրեր, ծնողներ, ողջունում եմ ձեզ հայի ինքնությունը խորագրով նախագծային աշխատանքի ներկա գտնվելու համար։ Ամիսներ շարունակ ուսումնասիրել ենք պետական կառույցներ, պատմամշակութային վայրեր։ Փորձել ենք մեր աչքերով, մտքով, ոգով, իրական հիմքերով, իրավական վերլուծությամբ, կրոնական հավատալիքներով ներկայացնել ձեզ մեր ինքնությունը։ Այն երկարը հասկանալու և սեփական անդին մեր ներկային ու տարածությանը նույնացնելու համար մենք ոչ միայն պետք է իմանանք ով է հայը հիմա, այլ ով է հայը եղել առաջ, ամենասկզբում և ընդհանրապես սկսվեց այդ ազգանունը կիրառվել ոչ մեզ, այլև ուրիշների կողմից։ Ազգային ծագման և էթիկական բարդ հարցերի մեջ մենք չենք խորանա, այլ մենք փորձենք հասկանալ, թե վերջին մի քանի հազար տարում ինչ ենք պատկերացրել հայ ասելով և ինչ չեն պատկերացրել ուրիշները։ Հայերի ծագման մասին գիտենք, հայերի առանցվել հայ քահապետի և Բաբելոնի բնական պետների պատմությունը։
Հայ իր գոյությունը եւ անկախությունը ամուր բարել է Վարեն թագավորության եւ Անդոյների, Արտաշեսյանների, Աշխարհգույնների, Կիլիկյան թագավորության օրոք։ Արցախը եղել է Քրիստոսից առաջ 4 տարի։ Եղել է մեծ հայքի նավերից մեկը։ Բարբարել է իր անկախության համար։ Ստեղծել է մշակութային հարուստ ճառագություն։ Այս ժառանգությունը ենթադրվում է վանդալիզմին։ Տարբեր պատմական ժամանակամիջոցներում հայրը ուզում էր դժվարությամբ պահել իր ինքնությունը։ Մեր արած փոփոխվող իրականությունում մարդիկ գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փնտրում է բնակ գլոբացմանը։ Դա դերով այն պատճառով, որ սոցիալական գերեցությունը ենթարկվում է ժամանակակից գլոբացմանը, ինչի հետևանքով նախընտրում են փախուստը ավանդույթներից եւ մեր արմատներից։ Հայ ինքնությունն իր մեջ ներառում է ազգային մի շարք արժեքներ՝ կրոն, մշակույթ, լեզու, գրականություն եւ պետականություն։ Ահա այս ակրերի մասին կապող ներկայացնենք։ Ինչ է հայկական մշակույթը, հայ ժողովրդի ստեղծված հոգևոր եւ նյութական արժեքների ամբողջություն։ Այն ներառում է արհեստը, արվեստը եւ առհասարակ մարդու կողմից ստեղծված ամեն ինչ։ Մշակութային ճյուղերն են գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, պարարվեստը եւ թատրոնը։ Ժամանակի սույցան պատճառով չեն կարող բոլորը ներկայացնել, այժմ ներկայացնում են գրականություն։ Գրականությունը մարդկության կողմից ստեղծված արվեստի տեսակ է, որը արտահայտում է պատկերը եւ պատմությունը գրի միջոցով։ Գրականությունը կարող է նել գեղարվեստական պատմությունների, պատկերների, էսսեների եւ ստեղծագործությունների տեսքով։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Գյումրու Վարպետաց փողոց 91 հասցեում։ Թանգարանը բացվել է 1975 թվականին։ Իր հիշատակ հայ մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին։ Թանգարանը 1990-ականների թվին ամբողջությամբ քանդվել է, նույն ճարտարապետական ոճով կառուցելու նպատակով։ Թանգարանը կառուցվել է 1820 թվականին հայ մեծ բանաստեղծի պապի Նիկողոս Իսահակյանի կողմից։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում պահվում են Ավետիք Իսահակյանի անձնական իրերը, այդ թվում գրասեղանը, գրքերը, գրիչները եւ այլն։ Հոր մազերը գետ գիշերվա եւ հագիտներ ականջին, աչքերը սև, արևներ սև, արևների պես անշեջ, գալարում էր մեջքը թեթև, ծաղկանկար շանի մեջ, աչքը ստիպավ աչքի ոտին ու գլուխս կախեցի, ժպտա-ժպտով առաղծվածի, առորժական կանացի, միամիտ չեմ հավատամ քեզ, տարապանքս փորձ ունի, մի մրահոն, ույս էր քեզ պես, խոթես սիրտս պատանի։ Հովհաննես Շիրազը ծնվել է 1914 թվականի ապրիլի 20-ին Ալեքսանդրապոլ քաղաքում։ Մեծացել է աղքատության մեջ, որոշ ժամանակ ապրել է մանկատան, Ալեքսանդրապոլում ստացել է 7-ամյա կրթություն։ 1983 թվականին նրա մայրիկով բացվել է նրա տուն-թանգարանը, տնօրեն Արա Պապանյանի կողմից, այնտեղ պահվում են նրա անձնական օգտագործման իրերը։ Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, դու սրտիս մեջ ես ոչ լեզվիս վրա, դու սրտիս միջից թե սիրտս ճեղքես, դրոշի բոցը պիտի բուրիրա, չեմ ուզում խոսել իմ սիրո մասին, սակայն իմացիր հայրենիքին մեծ, քեզ 100 տեղով խոցես թշնամին, բայց 1000 տեղով իմ սիրտը խոցվեց, ես ամբողջովին քոնն եմ հայրենիք, ես մոմի նման ճամփեքիդ վրա քո փառքի համար թե մի օր վառվեմ, Բողրաբից անգամ ինձնից չի մնա։ Մեր Մկրտչյանի թանգարանը նվիրված է հայտի դերասան Մեր Մկրտչյանին, ներկայացնում է կյանքը եւ ստեղծագործությունը։ 2004 թվականին հիմնադրվում է հայ անվանի կինո եւ թատրոնի դերասան Մեր Մկրտչյանի թանգարանը Գյումրիում։ Թանգարանը թույլ է տալիս ծանոթ արվեստի եւ աշխատանքին։ Հայկական կինո սկիզբը 20-րդ դարի սկզբին եւ նոր է կազմում ժամանակական ամբողջ աշխարհում։ Տեպով մենք ինվեստորներ տղամարդիկ։ Մեր մանկության տանգո։ Ֆիլմը պատմում է Ալբերտ եւ Մեր Մկրտչյանների տարիքի մասին։ Ֆիլմի բոլոր ձևակով խոսքերը, որը արտասանում է Գալիա Նոմենցը, պատկանում է Ալբերտ եւ Մեր Մկրտչյանների մայրիկին, Սարամին։ Դպրոցում ուսուցիչը խոստովանել է, որ իրականում ուսուցիչ չէ, այլ Գյումրու տաքսու վարորդ, Ջրեն Խաչիկին։ Իսկ դու ներմեցրով, դու գնա այդտեղ պոզիտվա վերվի, իսկ դու ռուս ես տղա, ռուսը բարներ եմ ուղի բարներ, դու այսօրից հետա եմ ուղի բարներ, զբարներ, հենց ունի բարներ, հվե։
Վարդոցի տաճար ներառված է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Մայր տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը բյուզանդական տիրապետության տակ էր, եւ նոր են սկսվել արաբական արշավանքները։ Մայր տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 643 թվականին, ամենայն հայոց կաթողիկոս Նեսե շինարարի առաջնորդության տարիներին։ Հայկական տարածքը իր մեջ ներառում է երկրի տարրերը, հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ քրիստոփալ Գրիգոր Տաթևացու վկայությամբ արտահայտում են հողի սերմությունը, հրո կարմիրը, Ծիրանի խորհրդանշում է ուրումնությունը և հորթակողությունը։ Ազգագրական բարերը սկիզբ են առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում։ Հիմնվել են բարի ստուդիաներ, որոնք նպաստել են բարի ստեղծմանը։ Առաջացման պահից ի վեր արտահայտել են ժողովրդի կենցաղը, մտածողությունը, կյանքի և բնության հանդեպ։ Առաջին անգամ խոսել է Պլուտարկոսը բարի մասին։ Հայկական ծեսերից են սուրբ ծնունդը, տիրը թավադը, ծաղկազարդը, զատիկը, համաբարձման տունը, խաղողի օրներքը և խաչվերացը։